Օրվա կարևոր եւ հետաքրքիր իրադարձությունների լուսաբանման ձեզ է ներկայանում Էպիկենտրոնի աշխատակազմի տաղավարում Քրիստինե Սուքիասյանն տարի 2։ Խորհրդարանն այսօր քննարկել է վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ կնքվելիք պայմանագիրը, որի համաձայն Հայաստանը 3.5 միլիոն եվրո վարկ է վերցնում Կոտայքում կոշտ թափոնների մշակման համար։ Քանի տոկոսով է տրվելու վարկը կամ եթե համայնքը չկարողանա մարել պարտքը, ով է վճարելու փողը։ Պատգամավորները բազմաթիվ հարցեր են տվել։ Խորհրդարանին է ներկայացվել նաեւ գլխավոր դատախազության 2014 թվականի գործունեությունը։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը Կոտայքի մարզում աղբի նոր մեքենաների եւ կոնտեյներների գնման, աղբի տեսակավորման եւ աղբավայրերի կառուցման համար վարկ է տալիս, եթե խորհրդարանը վավերացնի պայմանագիրը։ Խոսքը 3.5 միլիոն եվրոյի մասին է։ Պատգամավորները փաստաթղթում չեն տեսնում, քանի տոկոսով է տրվում վարկը։ Վաչե Տերտերյանը ենթադրում է, որ լինելու է տարեկան 0.5%։ Պատգամավորների դիտարկմանը, որ ազգային ժողովը հետագայում հսկողական լիազորություն չի ունենալու, վրդովեցրեց Գալուստ Սահակյանին։ Ազգային ժողովի դերակատարումը չի կարելի տանել հասցնել ստուգող մարմնի։ Համայնքները վճարունակ չեն եւ կարող է դրա պատճառով վարկը բյուջեն մարի, կարծում են որոշ պատգամավորներ։ Դրանից խուսափելու համար առաջարկում են ունենալ ենթավարկավորման հնարավորություն։ Իմ մոտ այն տպավորությունը կա, որ այդպիսի վարկերի վրա որպես դեվիզ ոնց որ գրած լինի արի ինձի կեր։ Մենք առաջարկում ենք, որպեսզի դուք այս հարցը ենթավարկառուի ինստիտուտը լուծեք։ Եթե մենք մրցութային խորհրդատվության կազմակերպությունը մրցույթով ենք ընտրում, այդ դեպքում ինչ գիտենք, որ դա 1 միլիոն եվրոյի շրջանակներում է լինելու, կարող է շատ կամ քիչ ուզի մրցույթում հաղթողը։ Եթե գումարներ են ներդրվում աղբի հավաքման, հետագայում վերամշակման ակնկալիքով, նշանակում է այստեղ պետք է կոնկրետ շահեր լինեն, որտեղ որ կոնկրետ շահեր կան, այնտեղ նաև ռիսկեր կան։ Այսպիսով մենք կարող ենք արձանագրել, որ այդ ռիսկերը վերջնական գնահատված չեն, մենք ուղղակի սոցիալական էֆեկտը, դրա էկոլոգիական էֆեկտը, ուրեմն այսպես ավելի շատ ենք գերակայում, քան թե տնտեսական։ Տարիներ շարունակ տեսել ենք վարկային ծրագրեր, որոնց հետևանքները եւ ընդհանրապես կատարած աշխատանքների մասին այլևս մեզ որևէ մեկը հաշվետու չի լինում եւ մենք ոչինչ տեղյակ չենք լինում։ 2014 թվականին ազգային ժողովի կանոնակարգ օրենքը փոխելուց հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջին անգամ ներկայացնում է տարեկան գործունեությունը։ Պաշտոնը զբաղեցնելիս 3 խնդիր է նշել, որոնք պիտի վերացներ՝ դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքար, ոչ պրոֆեսիոնալ կադրերի հեռացում, դատախազների քաղաքական չեզոքություն, ապարժելության մթնոլորտի վերացում։ Կոստանյանը հայտարարեց, որ չի եղել ու չի կարող լինել այնպիսի դեպք, որ որևէ դատախազ դրսևորի կոռուպցիոն վարքագիծ, մնա անպատիժ ու շարունակի պաշտոնավարել համակարգում։ 2014 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության նվազում Հայաստանի Հանրապետության տարածքում 787-ով։ Գյումրիում Ավետիսյանների սպանությունից հետո հասարակական ընդվզումը ըստ Կոստանյանի բնական էր։ Քաղաքացիները պահանջում էին, որ գործը հանձնվի Հայաստանի արդարադատությանը։ Գործի քննության վերաբերյալ այս պահին կարող եմ ասել միայն, որ ստեղծվել է իրապես աննախադեպ մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ Ռուսաստանի Դաշնության իրավապահների պրակտիկայում։ 2015 թվականին գլխավոր դատախազը շարունակելու է առաջնորդվել նախորդ տարի ընտրած 3 առաջնահերթություններով։ Արամ Արարատյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Ազգային ժողովի նիստից հետո խորհրդարան է ժամանել կառավարությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Չհաշված գրավոր հարցերը գործադիրին բանավոր հարց տալու ցանկություն է ունեցել 20 պատգամավոր, սակայն ժամանակի սղության պատճառով քչերին է հաջողվել արծարծել հանրության հուզող հարցերը։ Այդ սակավ հարցերից են եղել հիմնականում էներգետիկ ոլորտին, հոսանքին եւ գազին վերաբերող հարցերը։ Մանրամասները տեսանյութում։ Կառավարության հետ հարց ու պատասխանի հենց սկզբից պարզ դարձավ, որ որոշ պատգամավորներ չեն հրաժարվել ոչ այնքան կարևոր գրավոր հարցերը կառավարության առաջ կրկնելու ժամանակատար ավանդույթից։ ՕԵԿ-ը վերստին հիշեցրեց բոլորին, որ Հայաստանի միջմարզային ճանապարհների վիճակը լավ չէ։ Հրազդանից Սևան, Գավառ, Վարդենից բնակավայրերում ճանապարհները բավականին վատ վիճակում են գտնվում։ Չգիտեմ, օրինակ երկիրը ոնց որ թե միայն ճանապարհներով է հարց տալիս։ Սիրելի հարգարժան օրինակ երկրի մեր ընկերներ, ձեր բոլոր նամակներին մենք պատասխանում ենք լիարժեք, մանրամասնություններով կարող եք զանգել, էլի կպատասխանենք լիարժեք, հավատացած եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Հեղինե Բիշարյանն արձագանքեց, որ ՕԵԿ որևէ պատգամավոր մյուսի հետ չի համաձայնեցնում, թե որ մարզ է գնացել, որ ինչ հարց տա։ Այդ փոսերը առաջացնում են, գիշերը անցնում է, չեն հասցնում փակել եւ բազմաթիվ վթարի առիթ է։ Այդ դա կարելի է կանոնակարգել նաեւ։ Փոսերից մի բան ասեմ, 3-4 տարի առաջ ինչ որ մի նկարող նկարել է միտեղ, որ ասֆալտ են լցնում ջրի վրա։
4 տարիա տենց բան չկա։ 4 տարի անընդհատ ցույց են տալիս այդ ջրով փոսը մեր մամուլում, հեռուստատեսությամբ են ցույց տալիս եւ ասում են տեսեք փոսային լուծում ինչպես է արվում։ Բացառիկ դեպք եղավ ՕԵԿ-ական մեկ այլ падգամավորի Հովհաննես Մարգարյանի հետ, որը եւս գրավոր հարց էր ուղղել կառավարությանը։ Նա մեծահոգաբար հրաժարվեց կրկնել իր հարցը։ Պարոն Ֆարմանյանը ակնկալում էր ջենտլմենություն ընդդիմության կողմից, առաջի քայլը արված է եւ ես զիջում եմ այդ հարցի իրավունքը ձեզ։ Այս նախադեպը օրինակելի պիտի համարել։ Բանավոր 20 հարցից առաջինը, որը Տիգրան Ուրիխանյանինն էր, վերաբերում էր հոսանքի թանկացման հիմնավորվածությանն ու մեղավորներին։ Տեղեկություններ տարածվեցին մամուլում, հայտնվեցին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր կազմակերպությունը շուրջ 200 միլիոն գումար է տրամադրել իր իսկ իրավաբանական հասցեի վրա գրանցված մի կազմակերպության։ Հայտնի է նաև ձեր հայտարարությունը, ըստ էության բաց հաղորդագրությունը հանցագործության մասին, որ համակարգում տեղի են ունենում գողություններ։ Հարցս հետևյալն է. պատրաստվում եք արդյոք այս եւ բազմաթիվ այլ, այդ թվում ձեր կողմից նշված հիմքի վրա նյութեր ուղարկել դատախազություն։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասաց, որ այո, իրոք էներգետիկ համակարգից կան դժգոհություններ, թեև սկզբում խուսափեց ուղիղ պատասխանել падգամավոր Ուրիխանյանի հարցին։ Նման մեծ կորուստների պայմաններում իրոք հնարավոր են եւ գողության եւ կոռուպցիոն ռիսկեր։ Չուղարկենք բանյութերը դատախազություն։ Այսօր նախարարությունը որևէ տեղեկատվության, որևէ փաստի չի տիրապետում համապատասխան նյութեր հանձնելու պատկան մարմիններին։ Եթե դուք օգնեք այդ հարցում, ներկայացնեք այն տեղեկատվությունը, որը դուք եք ասում, եւ այն մարդկանց անունները, որոնք դուք եք ներկայացնում, մենք պատրաստ ենք ընթացք տալ։ Պատգամավոր Փոստանջյանն էլ Երվանդ Զախարյանից հետաքրքրվում էր, թե Իրանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո հնարավոր չէ արդյոք քննարկել էժան գազի հավանականությունը։ Հայտարարությունները, որոնք լինում են այստեղ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ավելի էժան գազ մատակարարելու հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետությանը, դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Արծվիկ Մինասյանը վարչապետին դժգոհեց, որ կառավարությունը այնքան էլ հարգալից չէ խորհրդարանի հանդեպ։ Նախարարներից շատերը պարզապես չեն գալիս հանձնաժողովների նիստերին։ Հարգարժան վարչապետ, բազմիցս դուք նշել եք ազգային ժողովի դերի բարձրացման մասին, թե որպես ազգային ժողովի նախագահ, եւ թե նաեւ որպես վարչապետ։ Հիմա դուք որպես ձեր խոսքի տեր անձնավորություն, ինչ եղավ։ Ինչու հետևողական չեք։ Դեմ եմ, որ որևէ մի նախարար իր պարտականությունները չկատարի եւ ինքը պարտավոր է ներկա լինի հարցը զեկուցելու, հարցը ներկայացնելու ազգային ժողովի հանձնաժողովին կամ լիագումար նիստին, նա անպայման պետք է ներկա լինի։ Բայց մի քանի դեպքի մասին, որ խոսվեց իմ գործընկերների, նախկին գործընկերների, падգամավորների կողմից, այդ նախարարները երկրում չէին։ Արծվիկ Մինասյանը նաեւ Նայիրիտի ենթահանձնաժողովի հանդեպ վերաբերմունքից էր դժգոհ։ Մենք հասարակությանը միասին ասելու բան պետք է ունենանք, պարոն վարչապետ ջան։ Մինչև հունիսի սկիզբ, մայիսի վերջ, հունիսի սկիզբ մենք կոնկրետ առաջարկություններ կունենանք։ Իսկ ինչ վերաբերվում է աշխատավարձի պարտքին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարել է եւ ես ուզում եմ հաստատել, որ մենք ամեն ինչ անելու ենք մինչև 2015 թվականի վերջ պարտքերը մարել։ Վաղը ազգային ժողովի քարորիայի աշխատանքային վերջին օրն է։ Ահարոն Հայրապետյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Ոչ թալանին քաղաքացիական նախաձեռնության անդամները սակարկելու ոչինչ չունեն։ Էլեկտրաէներգիայի գինը չպետք է թանկանա ու վերջ։ Այս պահանջով մայիսի 27-ին նախատեսում են իրականացնել բողոքի երթ։ Հասարակությունը դեմ է ցանկացած լումայի թանկացման։ Ոչ մի սակարկություն, հետևաբար նաև ընդունելի չէ ոչ մի հիմնավորում։ Ոչ թալանին նախաձեռնության անդամները պետական որևէ մարմնի հետ չեն գնալու քննարկման, չեն կազմելու բանագնացներ, որոնք կներկայացնեն սպառողի շահը։ Յուրաքանչյուրն ինքը պետք է իր իրավունքների պաշտպանը լինի։ Ուստի եւ այս կամ այն տեսակետը ներկայացնելը սխալ է, ասում են ոչ թալանին նախաձեռնության անդամները։ Բոլորին առաջարկում են մայիսի 27-ին մասնակցել բողոքի երթին։ Հոսանքի թանկացման դեմ ստեղծվող տարբեր նախաձեռնություններին ու խմբերին առաջարկում են համակարգված գործակցություն, բացառելով երկխոսությունը կառավարության հետ։ Մենք չենք նախատեսում որևէ քննարկումների եւ անիմաստ երկխոսությունների մեջ մտնել, մեր պահանջները հստակ են, մենք պահանջում ենք, որպեսզի ոչ մի լումա չթանկանա։ Փորձը ցույց է տվել, որ նման բոլոր դեպքերում, երբ որ լինում են քաղաքացիական ընդվզումներ, որպես կանոն
դա կլինի վարչապետի տեսքով, դա կլինի տարատեսակ նախարարների տեսքով, փորձում են պայքարի մասնակից անձանցից ստեղծել խումբ, որոնց հրավիրում են իրենց մոտ քննարկելու ու որպես կանոն քննարկումից հետո խնդիրը սպանում են։ Կառավարության առաջարկում են դատախազության հետ քննարկում անցկացնել, առաջարկելով բացահայտել, թե ինչի հետևանքով է հեծը կուտակել պարտքեր, որ հիմա էլ գնում է սակագնի թանկացման։ Եթե նայենք Հայաստանի պայմաններին, Հայաստանում միջին աշխատավարձի չափին ու տեսնենք հեծը իր աշխատողների վերնախավին ինչ գումարներ է տալիս որպես աշխատավարձ, դա արդեն բավականին մեծ գումար է տարեկան կտրվածքով։ Չխոսենք արդեն բարեգործությունից տարեկան, որոնք անում են, որը կարծում եմ վնասով աշխատող ոչ մի կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ մի քանի միլիոնի բարեգործություն անել, վարձակալել թանկարժեք արտասահմանյան մեքենաներ մի քանի միլիոն դրամներով, մի քանի տասնյակ անգամ միլիոն դրամների հասնող գումարներով։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հիմնավորումներն առաջացնում են նախաձեռնության անդամների զայրույթը։ Այն 37.5 միլիարդ դրամը, որը ես նշեցի, այդ վնասները եղել են ընդհանուր համակարգի աշխատանքի եւ համակարգում ստեղծված կարգի համաձայն։ Եղել են ատոմակայանի ոչ նախատեսված վերանորոգման պատճառով, եղել են սակավաջուր տարի լինելու պատճառով եւ եղել են բալանսային ռեժիմները խախտելու պատճառով։ Սրանցից ոչ մեկի համար Հայաստանի էլեկտրական ցանցերը պատասխանատու չեն։ Լինելով այս երկրի տերը, պահանջում ենք իշխանություններից, որպեսզի նրանք սպասարկեն ազգաբնակչության եւ երկրի շահերը, այլ ոչ թե ինչ-որ խմբերի։ Օրենքով թույլատրված բոլոր ճանապարհներն օգտագործելու են, որպեսզի թույլ չտան էլեկտրաէներգիայի թանկացումը։ Քրիստինե Սուքեսյան, Արթուր Սուքեսյան, Էպիկենտրոն։ Դատարանն արհեստականորեն ձգում է մետրոպոլիտենի աշխատակիցների դատավարությունը։ Փաստաբան Քրիստինե Գևորգյանի համոզմամբ իր վստահորդներին աշխատանքից հեռացնելը եղել է քաղաքական որոշում։ Նրանց հեռացրել են կենսաթոշակային կൂട്ടակային համակարգի դեմ բողոքելու համար, ոչ թե վատ աշխատելու։ Անօրինականությունը հիմա էլ փորձում է դատարանը կոծկել։ Նախկին ցուցարարներն այսօր լուռ են, խոսում է կամ փաստաբանը կամ քաղաքացիական ակտիվիստը։ Մետրոպոլիտենի աշխատակիցներին քաղաքացիական դիրքորոշման համար են աշխատանքից հեռացրել, կասկած չունեն։ Հետագա բոլոր քաղաքացիական պայքարները, որ տեղի կունենան, աշխատողները կաշկանդված կլինեն այն մտքով, որ իրենք կարող են ապօրինի հեռացվել եւ պետությունը որևէ պաշտպանական միջոցառում չի ցուցաբերի իրենց նկատմամբ։ Արդարությունը վերականգնելու համար շարժասանդուղքի մեքենավարները 1 տարուց ավելի են պայքարում։ 2014-ի փետրվարին հեռացվեցին աշխատանքից Գրանցհամատյանում նշումներ չկատարելու պատճառով։ 2014-ի մարտի 10-ին դատարան հայց են ներկայացրել աշխատանքից ազատելու հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ պարապուրտի ամբողջ գումարը բռնագանձելու պահանջով։ Փաստաբանի պնդմամբ դատական նիստերը միտումնավոր հետաձգվում են։ Մեկը հետաձգվել է մատյանները ռուսերեն լեզվով է եղել, պետք է թարգմանեին հայերեն, երկրորդը հետաձգվել են նրա պատճառով, որ պետք է հետազոտեին այդ մատյանները, չորրորդը հետաձգվել էր այն պատճառով, որ հիվանդ է ներկայացուցիչը։ Մինչև աշխատանքից հեռացնելը 3 աշխատակցին որևէ նկատողություն չի եղել։ Պրոբլեմները սկսել են հունվարին, երբ Գագիկը, Սևակը եւ Անդրանիկը ակտիվություն են ցուցաբերել ու դեմ արտահայտվել կൂട്ടակային համակարգի ներդրմանը։ Ոչ վթարներ ենք մեր պատճառով առաջացրել, ոչ աշխատանքներն ենք երկրորդական գծե, միշտ աշխատել ենք նորմալ բարեխիղճ եւ դա էլ ապացուցում է, որ ոչ մի նկատողություն չունենք։ Գործը քննում է Արաբգիրի եւ Քանաքեր Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանը։ Ոճիրը պետք է կայացվեր դեռ 2014-ի դեկտեմբերի 19-ին, սակայն դատարանը որոշել է գործի վարույթը վերսկսել որոշ պարզաբանումների համար։ Հայցվորներն ու փաստաբանները վստահ են, պատճառն այն է, որ խնդիրը տեղափոխվել է քաղաքական հարթակ։ Տաթև Դանիելյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Երևան-Սևան Մայրուղու սկզբնամասում գտնվող Առնջմոլ մեծածախ առևտրի նորակառույց կենտրոնն արդեն 3 շաբաթ է ինչ դռներ է բացել բոլոր գնորդների առջև։ Կենտրոնում ստեղծված են բոլոր լիարժեք պայմանները քաղաքակիրթ առևտուր իրականացնելու համար։ Բարեկարգ տարածքից մինչև ընդարձակ տաղավարներ, անվճար ավտոկայանատեղի, պահեստներ, բուժկետ, գրասենյակներ։ Տարածքն անվճար առևտրականներին է հատկացրել Մուլտիգրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը։ Թեև կենտրոնը նոր է բացվել, սակայն տեղի աշխատակիցները հայտնել են, որ գնորդների հետաքրքրությունը սպասվածից մեծ է։ Բարեկարգ եւ ընդարձակ տարածք, հարմարավետ տաղավարներ, ապրանքների լայն ու բազմաոճ ընտրանի։ Երևան-Սևան Մայրուղու սկզբնամասում գտնվող Առնջմոլ մեծածախ առևտրի նորակառույց կենտրոնն է։ Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ շինարարական եւ նորոգման աշխատանքների ամբողջական ավարտից հետո այն իր դռներն է բացել բոլոր գնորդների առջև։ Ավելի քան 520 առևտրական այսուհետև բաց երկնքի ու բետոնե սառը հատակների փոխարեն իրենց գործունեությունը կծավալեն բացառապես քաղաքակիրթ պայմաններում։ Ամեն ինչը հարմար է,
Ստեղ ցուցադրված ապրանքը շատ հարմար։ Գնորդին էլ է հեշտ, նայում է հանգիստ, որտեղ ինչ է դրված, ինքը իր ձեռքով ընտրում է։ Շատ գեղեցիկ, մաքուր, ակուրատնի, որը ասենց մարդիկ երազում էին, երազանքը մեր կատարվեց։ Ոնց որ բնակարան մտնես, հաճախորդն էլ նույնը ասում են, լրիվ նորմալ երևում է։ Մարդկանց հոսքը աննախադեպ շատ է, առավոտից գալիս են մինչև երեկոյան ժամ, նույնիսկ չենք հասցնում նստենք հանգստանանք։ Եվ մեզ համար է շատ հարմար, ինքներդ է տեսնում եք, եւ մաքուր, եւ լուսավոր, ապրանքը չի փչանում, կարող ենք ցուցադրել ոնց որ պետքն է։ Պայմանները հոյակապ են, սրանից լավ պայմաններ չի լինում։ Երկար տարիներ սպասել ենք այս ձևի քաղաքակիրթ շուկա ունենալու։ Ոնց որ մարդավայել ապրելու, մարդավայել աշխատելու։ Պայմանները շատ լավ է, շատ հաճելի է, տարածքը շատ սիրուն է։ Արևտունը փառք ասու լավ է։ Ստեղ ընտիր ասեց շատ լավ է զգում, կարողանում ես մտնես հանգիստ նայես ապրանքը, իսկ այնտեղ չէին կարողանում։ Գալիս ենք, բացում ենք, նստում ենք, մեր արևտուրն անում ենք։ Ոչ պալատկա ենք խփում, ոչ անձրև է գալի մեր վրա։ Անչափ գոհ ենք արևտրից էլ, տաղավարներից էլ, շրջապատից, մենակ մենք չենք գոհ։ Հաճախորդներն էլ գոհ են։ Մենք կարողանում ենք մեզ մարդ զգալ։ Լիարժեք ապահով պայմաններում ենք աշխատում, նորմալ մարդկանց նման արտակարգ պայմանները գոնե քաղաքակիրթ ձևով մարդիկ կօգտվեն։ Մեքենաները ծրի կանգնում են, ասենք ոչ միտեղ գումարը չենք տալի։ Պայիսները ասում են օգտվեք, ոչ մի կոպեկ պետք չի։ Տարածքն առևտրականներին է հատկացրել Multigroup կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, խոստման համաձայն մոտ 3 տարի կենտրոնի աշխատակիցները տաղավարների համար չեն վճարելու։ Առևտրականների խոսքով սա փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների մեջքն ուղղելու լավագույն քայլներ։ Եթե նախկինում տարիներ շարունակ ստիպված են եղել վաստակած գումարի զգալի մասը բետոնե հատակների համար վճարել, ապա այսուհետև Գագիկ Ծառուկյանի շնորհիվ տնտեսած գումարը կծառայեցնեն բիզնեսի ընդլայնմանը։ Արդեն մենք հուսահատված չենք իմանում ինչ անենք, խնդրեցինք Ծառուկյանին, նա ձեռք մեկնեց մեզ, ուղղակի ձեռքի վրա մարդը ասեց, արեք, հալալ լինի։ Մենք վստահ ենք դիմել եւ վստահ պատասխան ենք ստացել դրական եւ տենում ենք արդյունքը։ Այս ժողովրդի համար ամենակարևորը, որ իրենք 3 տարի անվճար են կանելու, ամսական այդ 300,000 դրամը հաստատ բոլորի համար մեծ գումար է։ Հաշվի ենք առնում, որ չենք տալի վարձ, դրա համար ինչ որտեղ գները իջացնում են, որպեսզի ժողովուրդն էլ տեղավորվի։ Գիտեք ինչքան մարդ կա, որ աշխատանքից զրկվեց։ Իսկ այստեղ ոչ մեկ աշխատանքից չզրկվեց, բոլորը իրանց տեղերը պահեցին։ Ամեն ինչ շատ լավ է, շատ հարմար է, ասես պայման ոչ մի անգամ չենք ունեցել մենք։ Այս տաղավարի կորիզը ով որ սերմը գցել է, իրան թող Աստված առողջություն տա։ Իմացա, թող մնացած հայերը իրան նման մտածեն։ Այդ ազգի համար ինքը լումա դրել է։ Շատ շնորհակալություն պարոն Ծառուկյանին։ Մեզ ճաշճիցանից բերել է այսպիսի նորմալ տեղավորել։ Սրանից լավ մենք ինչ ենք ուզում։ Մենք մեր բիզնեսը նորից այդ գումարը, որ պետք է տանք ուրիշտեղ, նորից տնում ենք գործի մեջ, նորից արտադրում ենք, նորից բերում ենք, մեր ընտանիքը արդեն նորմալ կարող ենք պահել։ Եթե չլիներ պարոն Ծառուկյանը, երևի թե ոչ մեկ էլ չէր ունենա այն, ինչ որ հիմա ունեն։ Տեսեք ինչքան մարդ մնաց, աշխատատեղ ստեղծվեց, նոր աշխատողներ ընդունեցին, որտեվ տաղավարներում էլ մի հոգով չի, որտեվ լայնա մեծ է։ Այդ ամեն ինչը պահում է ժողովրդին, որ մնան, հետո պայմանները լավն են, ապրանքը մատչելի է, հաճախորդը գնորդի գրպանին հարմար է, այ դա է բարեգործությունը, որը շարունակական բնույթ է կրում։ Գոհ եք պայմաններ։ Գոհ ենք, շատ շնորհակալ ենք, շատ հաճելի միջավայր է, լավ մաքուր օդ, տաղավարները լուսավոր, աշխատողները շատ ջերմ։ Գնորդները մեզանից ավելի շատ են ուրախացած, որ մտնում է զարմանում է, որ ցես բան կա, էլի, որ Հայաստանում կա մի հատ Ծառուկյան, որ ցես բանը ժողովրդի համար անում է։ Գալիս ես մարդավարի քո գործը տենում ես, ինչ ես գնում, ինչ ես անում։ Գնումները արդեն կատարել եք։ Անպայման։ Հենց մեքենայից իջնել ավտոկայանատեղին, այն հասարակ ջուրը, որ ծարավում է, ցայտաղբյուր կա եւ շատ լայն անցնելու տարածքները, ամեն ինչը շատ հաճելի։ Մենք արդեն մարդավայր մեզ համար գալիս ենք մեր աշխատանքին գնում ու մեծ հաճույքով։ Մենք առավոտը տնից դուրս ենք գալիս շատ ուրախ։ Կենտրոնը գործում է ուրբաթ շաբաթ եւ կիրակի օրերին առավոտյան ժամը 10-ից մինչեւ ուշ երեկո եւ չնայած այն դեռ նոր է բացվել, սակայն ինչպես առևտրականներն են նշում, գնորդների հետաքրքրությունը սպասվածից էլ մեծ է։ Առինջ մոլ այցելող մարդկանց հոսքը չի նոսրանում ինչպես առավոտյան ու կեսօրին, այնպես էլ ուշ երեկոյան։ Առևտրի համար ստեղծված պայմաններից չափազանց գոհ են թե կենտրոնի աշխատակիցները, թե գնորդները։
միանգամից շատ հոյակապ առևտուր ստացվեց, դուք էլ եւս զգում եք ժողովուրդը իշքան գալիս տեղ։ Բոլորը հաճույքով գալիս են, ընտանիքներով նույնիսկ երբեմն մենք ասում ենք զբոսանքի ոնց որ եկած լինեն, հաճելի է։ Մենք արժեքը պահում ենք հնարավորինս մատչելի, որ հարմար լինի յուրաքանչյուրի գրպանին, որովհետև մենք արդեն ստիպված չենք ամսվա վերջում մի մեծ գումար վճարել։ Մաքուր է, շնորհքով է, ամեն տեղը տեղին է, հաջախորդներին լավ դիմավոր են։ Պարոն Ծառուկյանից ենք շատ գոհ, որ այսպիսի հնարավորություն տվեց։ Մենք էլ ակուրատնի շնորհքով կանգնած աշխատում ենք։ Եկել եմ առևտուր անելու, Գավառից եմ, այստեղ ամեն ինչ հաճելի է, առևտուրը, սպասարկումը, կանում ես, մտնես, նայես։ Հարմար է ավելի այսպիսի պայմաններում գնումներ կատարելը։ Շատ հարմար է, շատ։ Ընդարձակ, լուսավոր, մաքուր, դասավորված։ Հացքը բավականին լավ է, բոլորին հետաքրքրում է, որտեղ տաղավարները նոր են, բլոգ հետաքրքրությունից բացի լավ առևտուր են անում։ Բոլորի մոտ էլ շատ մեծ հետաքրքրություն կա, որովհետև ստադիոնից անմիջապես հետո հաջորդ շաբաթ 99% հաճախորդներ տեղափոխվեցին մեր Orange Mall։ Քաղաքի շուկաները, չգիտեմ, կաշխատեն թե չեն աշխատի, մենք աշխատելու ենք, շատ լավ Ազիզ ջան։ Շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյանից, շատ, այնքան լավ է, որ գալիս եմ կուլտուրական, հագնված, գեղեցիկ հաճախորդների հետ, ոնց որ կուլտուրատել է փոխվել։ Իրանց հետ էլ ես գեղեցիկ խոսում, իրոք, այնտեղ ջղայնանում էիր, մինչև շարում էիր, արդեն հոգնում էիր, այստեղ տանից գալիս ենք սիրուն, կանգնում ենք, շատ լավ է։ Տեսեք, Թուրքիայից եկել եմ 4000 կիլոմետր գնացել եմ, եկել եմ հոգնած չեմ, որովհետև այստեղ արդեն փոխվում է լրիվ տրամադրությունը։ Առևտրականները վստահ են աշխատանքը, որն արդեն քաղաքակիրթ եղանակով ու առանց դժվարությունների են իրականացնում, սպասվող ակնկալիքներն անպայման արդարացնելու է։ Առավել ևս, որ Գագիկ Ծառուկյանը խոստացել է, ցանկացած խնդրի դեպքում նրանց կողքին է լինելու։ Վարդուհի Մելտոնյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Այսօր Պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների, ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների, ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների Պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը եղել են բազմաբնույթ եւ առավելապես վերաբերել են սոցիալական, ֆինանսական ու իրավական ոլորտներին։ Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին եւ նրանց դիմումներին, լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումն ու դիտարկումը, Սեյրան Օհանյանը հանձնարարել է լուծում տալ բոլոր խնդրանքներին։ Քաղաքացիների ընդունելության մասնակցել են նաև հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պտտածողից կախված հայտնաբերված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը Արկադի Բարսեղյանը, որը Պաշտպանության նախարարի մոտ է եկել քրեական գործի մասին անձամբ նախարարից արժանահավատ տեղեկություն ստանալու նպատակով։ Ընդունելության ավարտին Արկադի Բարսեղյանը ներկայացրել է հանդիպման արդյունքը։ Նախարարը ասաց, որ 4 տականքներ պիտի պատժվեն շատ խիստ, ասում, որպեսզի հանրությունն էլ տենա, որ ասենք օրենքը աշխատում է, այնպես չի, որ ասենք ինչ-որ միտեղ ասենք ծածկվում է այդ գործը, չի ծածկվելու, այդ 4-ն էլ պատժվելու են շատ խիստ։ Աբովյանի քաղաքապետի ընտրության ինքնաառաջադրված ՀՀԿ-ից հեռացված King Deluxe ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի դիմակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկել թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ տեղեկություն է ստացել մեքենաներում թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ, որոնք բերվել են բաժին ստուգելու նպատակով։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մոհամմադ Ալ-Քաբանդիին։ Հաջողված եւ արդյունավետ է գնահատվել վարչապետի Քուվեյթ կատարած պաշտոնական այցը։ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Զրուցակիցները քննարկել են հայ-քուվեյթյան գործակցության օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի տնտեսության ոլորտում Էռնեկյանի գործունեությունը եւ հայտնել կառավարության աջակցությունը նրա իրականացնելիք մի քանի ծրագրերի վերաբերյալ։ Էդուարդո Էռնեկյանն ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերը եւ հույս հայտնել, որ դրանք կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը։ Կապան-Գորիս ճանապարհին այսօր կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել է Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզան Նիկողոսյանը։ Նա ասել է, որ տուժողներ չկան, որևէ մեկը վնասվածք չի ստացել։ Կրակողների մասին տեղեկություն խորհրդականը չի ունեցել։ Ըստ մամուլի լուրերի Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակոցների հետևանքով կա վիրավոր։
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ղազախստանի ներդրումների ու զարգացման նախարարության համատեղ ծրագրով Երևանում այսօր բացվել է հայ-ղազախական բիզնես ֆորում։ Հայաստան ժամանած ղազախական պատվիրակության կազմում են վերամշակման ոլորտի 13 խոշոր ընկերության ներկայացուցիչներ։ Երկու երկրների գործարարները բանակցել են բիզնես ներդրումների վերաբերյալ։ Ֆորումի կազմակերպիչները նշել են, որ տնտեսական գործակցության համար լավ միջավայր է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունը, որի լիիրավ անդամներ են Հայաստանն ու Ղազախստանը։ Ներկերի, փայտամշակման, շինարարական իրերի, լուսատեխնիկական, էլեկտրատեխնիկական և բժշկական պարագաների արտադրություն, ներդրումներ տնտեսության տարբեր բնագավառներում։ Սրանք են քննարկվում հայ-ղազախական բիզնես ֆորումի ժամանակ։ Ղազախստանից ժամանած գործարարները հայ գործընկերների հետ խոսում են գործակցության տարբերակների մասին։ 100-ից ավել ընկերություններ են այսօր հայկական հրավիրված, գալու են, բանակցեն, տեսնենք ինչ արդյունք կլինի և ավելի սիստեմատիկաբար համակարգված մեր ու ղազախական հարաբերությունները դարձնելու համար տնտեսական բիզնեսը բիզնեսի հետ այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Կազինվեստ ընկերության միջև հուշագիր ստորագրվի համատեղ աշխատանքի համար, որ մեզ կօգնի ապագայում երևի ավելի ինտենսիվ, ավելի ռացիոնալ դարձնել մեր հարաբերությունները։ Ղազախական Կազնեքս Ինվեստը գործընկեր երկրի ներդրումների և զարգացման նախարարության արտահանման և ներդրումների ազգային գործակալությունն է։ Կառույցի ղեկավարները լուրջ հույսեր ունեն հայկական կողմի հետ գործակցությունից։ Իրենք ունեն շուկայի կարիք, մենք ներդրումների։ Հայաստանի և Ղազախստանի ապրանքաշրջանառությունը փոքր է, բայց մեծ է մեր երկրների պոտենցիալը։ Մենք ունենք հնարավորություն և հեռանկար, իսկ Եվրասիական տնտեսական միության կազմում մենք կարող ենք հաջող և արդյունավետ գործակցել։ Մենք ուզում ենք կյանքի կոչել հայ-ղազախական բիզնես նախագծեր, և լավ է, որ երկու կողմն էլ հետաքրքրված է։ Բիզնես ֆորումին ներկա են ոչ միայն գործարարներ, այլև պետական պաշտոնյաներ ու դիվանագետներ։ Արտաքին հաջողակ քաղաքականության թիկունքում միշտ կանգնած են երկրի ներքին կյանքն ու զարգացող տնտեսությունը։ Այս գաղափարախոսությամբ Հայաստանի և Ղազախստանի բիզնես և քաղաքական միջավայրերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնում ռեսուրսներ ներդնել գործակցությունը արդյունավետ դարձնելու և տնտեսությունների մեջ լրացուցիչ փող ներդնելու համար։ Նաիրի Հոխիկյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Այս կիրակի Հայաստանի 3 մարզերում Լոռիում, Տավուշում և Սյունիքում անցկացվեցին տեղական հանրաքվեներ պարզելու համար ժողովրդի վերաբերմունքը համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ։ Սակայն հանրաքվեն միայն խորհրդատվական գործառույթ ունի և վերջում միևնույն է հաշվի առնվելու ոչ թե ժողովրդի, այլ ազգային ժողովի կարծիքը։ Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, որը նաև տեղական կառավարման համակարգում աշխատելու հարուստ փորձ ունի, ասում է, որ միավորումը նոր երևույթ չէ։ Օրինակ, խորհրդային միության ժամանակ կային միացյալ գյուղսովետներ։ Խորհրդարանը մանրամասն կքննարկի հարցը և կհիմնավորի թե ինչու է նպատակահարմար խոշորացնել համայնքները, ասել է Մկրտիչ Մինասյանը։ Հանրության մեջ տարածում ունի նախկին շրջանների գաղափարը վերականգնելը, այդ հարցը նաև քննարկվել է ճիշտ ասած, եւ կարծես թե կողմնակիցների թիվը շատ ավելի մեծ էր, քան անդիմախոսների թիվը, որոնք գտնում են, որ պիտի գնալ այն ճանապարհով, որ միավորվեն շրջանի մակարդակով։ Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Նախագահ Սահակյանը Վալանսում հանդիպել է շրջանային խորհրդի անդամների հետ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ։ Գործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի և Արցախի, Վալանսի և Ստեփանակերտի միջև։ Արցախի նախագահին շնորհվել է Դրոմի նահանգի պատվավոր քաղաքացու կոչում։ Արցախի ղեկավարը հանդիպել է նաև Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամների հետ քաղաքապետ Ժան-Պոլ Բլետի գլխավորությամբ։ Վիլյորբանի և Շուշիի միջև ստորագրվել է գործակցության համաձայնագիր։ Բակո Սահակյանն այցելել է նաև Վալանսի հայկական ժառանգության կենտրոն։ Կենտրոնը հանդիսանում է Սփյուռքի կարևորագույն մշակութային օջախներից մեկը, որտեղ բարձր մակարդակով ներկայացված է հայ ժողովրդի և ֆրանսահայ համայնքի պատմությունը։ Վալանս քաղաքում Բակո Սահակյանն այցելել է նաև քանդակագործ Թորոզ Ռաստկելյանի տուն արվեստանոց։ Մենք այդ դժվարությունները հաղթահարում ենք և մեր հաջողությունները կերտում ենք Արցախի անկեղծ բարեկամների շնորհիվ և այդ բարեկամների շարքին է դասում, առաջի շարքին է դասում Ֆրանսիան և Ֆրանսիայի ժողովուրդը։ Հռչակագիրը խոսում է մեր միասնության մասին, որը պետք է զարգացնենք տարբեր ուղղություններում, անկախ այն բանից միջազգային հանրությունը ճանաչում է Արցախը, թե ոչ։
Սեպտեմբերին Արցախ կատարելիք մեր այցի ծրագրերում մասնավորապես ներառված է մասնակցություն Ստեփանակերտում ֆրանկոֆոնիայի օրերին եւ կարծում ենք այդ ժամանակ էլ կարող ենք գործնական քայլերի մասին խոսել նաեւ Շուշիի համար։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ամփոփել է պաշտոնավարման 1 տարում կատարված աշխատանքը։ 13 մարզաձևերի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները Եվրոպայի աշխարհի առաջնություններում պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել են 145 մեդալ, այդ թվում 40 ոսկե, 48 արծաթե և 57 բրոնզե։ Նախարարության հատուկ ծրագրի շնորհիվ վնասվածք ստացած մարզիկները ստացել են անվճար բժօգնություն։ Տարբեր մարզաձևերի Հայաստանի հավաքականի անդամները ստանալու են նաև անվճար բժշկական ապահովագրություն, ընդգծել է սպորտի գերատեսչության ղեկավարը։ 1 տարում ամրապնդվել և ընդլայնվել են միջազգային կապերը։ Այս տարի Հայաստան են ժամանելու Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի և Վրաստանի սպորտի նախարարները։ Իսկ ամռանը Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի սպորտի նախարարության ղեկավարները ստորագրելու են գործակցության հուշագիր։ Շարունակվում է մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը միտված միջոցառումները։ Այս տարի լավագույն մարզական ընտանիք միջոցառմանը մասնակցելու են նաև հաշմանդամները։ Գաբրիել Ղազարյանը ցավով նշել է, որ այս պահին խնդիր ունեն հանրակրթական դպրոցներում։ Նախարարությունը փորձում է լուծել մարզադահլիճների նյութատեխնիկական բազայի հարցը։ Սպորտի նախարարը համոզված է, առողջ և մարտունակ սերունդ ունենալու համար ֆիզկուլտուրա առարկան պետք է կարևորվի։ Ուշադրությունը մեր մոտ պետք է բևեռվի հենց այդ ֆիզկուլտուրայի դասաժամերի հանրակրթական դպրոցներում եւ մասսայականացման։ Շատ կարեւոր է ուշադրություն դարձնել մեր երեխաներին նախադպրոցական տարիքին։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ունի քաղաքականություն, դա մասսայականությունն է եւ բարձր նվաճումների ձեռքբերում, որովհետեւ մենք ունենանք մեծ սպորտ, բնականաբար մենք պետք է ունենանք մասսայականություն սպորտային։ Եթե մենք ունեցանք մասսայականությունը սպորտային, մենք ունենանք մեծ սպորտ։ Սա է հիմնական մեր ուղղությունը։ Առաջնահերթ Եվրամիության արևելյան գործընկերության վաղ Ռիգայում բացվող գագաթնաժողովին չի մասնակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Գագաթնաժողովին ներկայացված չի լինելու Ադրբեջանի որևէ պատվիրակություն եւ Բաքուն դա պատճառաբանել է երկրի մայրաքաղաքի բազմահարկ շենքում երեքշաբթի տեղի ունեցած խոշոր մահաբեր հրդեհով։ Արևմտյան փորձագետների համոզմամբ սակայն Բաքուն չի կամեցել հերթական անգամ ունկնդիր լինել իր հասցեին հնչած քննադատությանը քաղաքացիական հասարակությանը երկում ճնշելու վերաբերյալ։ Միջազգային լուրերը ներկայացնում է Ֆրիդա Ղազարյանը։ Қырғызստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է Եվրասիական տնտեսական միությանը երկրի միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերի օրենքի նախագիծը։ Այժմ փաթեթը ուղարկվելու է երկրի նախագահի ստորագրությանը։ Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը Қырғызստանի անդամակցության մասին պայմանագիր։ Մայիսի 8-ին ԵՏՄ երկրների առաջնորդները ստորագրել են այդ պայմանագրի վերաբերյալ արձանագրությունները, սակայն վերջնական անդամակցումը տեղի կունենա միայն բոլոր անդամ երկրներում վավերացման գործընթացների ավարտից հետո։ Եվրամիության հետ տարբեր երկրների հարաբերությունների զարգացումը չպետք է լինի ի վնաս Ռուսաստանի։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հավաստիացրել է, որ Մոսկվան ձգտում է բարելավել հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ, սակայն ոչ երկրի հաշվին։ Բացի այդ, Լավրովը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունը փորձում է փոխարինել հակամարտող կողմերի միջև ընթացող իրական երկխոսությունը, օգտագործելով նոր ձևաչափեր։ Կիևը դեռևս խուսափում է ուղղակի երկխոսությունից եւ փորձում փոխարինել այն տարբեր գաղափարներով, որոնք չեն քննարկվել կամ արկա չեն Մինսկում փետրվարի 12-ին ստորագրված փաստաթղթերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումը եւ կոչ արել դատի տալ բոլոր նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում նման գործողությունների համար։ Երեք Դամասկոսում ականներ էին նետվել Ռուսաստանի դեսպանատան վրա։ Կրակ էր բացվել Ջոբար շրջանից, որն անօրինական զինյալ խմբավորումների վերահսկողության տակ է։ Ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչությունից մի քանի մետր հեռավորության վրա, մյուսը հարվածել է ծառայողական շինությանը։ Դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել։ Ռուսաստանի արտգործնախարարությունը դեսպանատան վրա իրականացված հարձակումն ահաբեկություն է որակել։ Իրաքում իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել իրաքցի լրագրողի Ֆիրաս Ալ-Բահրին աշխատում էր Մոսուլում։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում լրագրողին գերի էին պահել եւ սպանել են, երբ նա հրաժարվել է խմբավորմանը հավատարմության երթում տալ։ Մոսուլի գրավումից հետո զինյալները հայտարարել են, որ տարածաշրջանում աշխատող բոլոր լրագրողները պետք է հավատարմության երթում տան իրենց։ Դրանից հետո արդեն 7 լրագրող է սպանվել, իսկ 10-ը դեռ գերեվարության մեջ է։ Հրապարակվել է Ղազախստանի երկրի բարեփոխման մանրամասն ծրագիրը, որի մասին հայտարարել էր պետության նախագահ Նուրսուլթան Նազարբայևը։ Այն ներառում է սահմանադրության բարեփոխման ուղղությամբ 100 քայլ եւ կոչվում է ազգի ծրագիր։ 100 կոնկրետ քայլը պատասխանն է համաշխարհային եւ ներքին մարտահրավերներին եւ միաժամանակ ազգի ծրագիրը 30 զարգացած պետությունների թվում ընդգրկվելն է։ Ղազախ փորձագետների գնահատմամբ 100 կոնկրետ քայլը Ղազախստանին կտա այնպիսի վստահություն, որը թույլ կտա անցնել փորձությունների դժվարին շրջանը, չշեղվել ռազմավարություն 2050-ի իրականացման ճանապարհից եւ ամրապնդել
պնդել Ղազախստանի պետականությունը։ Սահմանադրության բարեփոխումը ընկած էր նախընտրական արշավի հիմքում, որով Նազարբայևը հաղթանակ է տարել ապրիլի 26-ի նախագահի ընտրությանը։ Ֆրիդա Ղազարյան, Էպիկենտրոն։ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանավորված Հայաստանի հարկային քաղաքականությունը նոր շեշտադրումներ է ստացել։ Գործընթացը առավել առարկայական եւ հասցեական դարձնելու նպատակով ֆինանսների նախարարությունն իրականացրել է վարչարարական, կազմակերպչական եւ կառուցվածքային փոփոխություններ։ Ֆինանսների նախարարության կազմակերպական եւ հսկողական վարչությունը բացահայտել է անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք հարկային մարմին տված հաշվետվություններում ներկայացնում են որպես ՓՄԶ-ների խուսափելով վճարել ավելացված արժեքի հարկ։ Գրեթե ամբողջությամբ թարմացվեց կազմակերպական հսկողական վարչությունը իր գործառույթներով, բաժիններով, բացվեցին նոր հսկողական բաժներ, որոնց խնդիրն է ոչ միայն վերահսկել հարկային տեսուչների աշխատանք անմիջապես հարկ վճարողների հետ, այլ նաև այն հարկ վճարողների հետ, ովքեր միտումնավոր կամ ոչ միտումնավոր, սակայն պետական բյուջեի հարկերի վճարումից խուսափում են։ Վարչության հիմնական խնդիրներից է հարկային մարմինների կողմից իրականացվող հարկային հսկողության արդյունավետ եւ միատեսակ մոտեցումների սահմանումը, գործընթացի ապահովումը եւ դրա նկատմամբ հսկողության սահմանումը, որի նպատակն է կատարված գործարքների փաստաթղթավորման ապահովումը, իրական իրացման շրջանառությունների արտացոլումը եւ չգրանցված վարձու աշխատողների բացառումը։ Փակվել է Ալաշկերտի մանկապարտեզը, որտեղից հոսպիտալացվել էր 12 երեխա։ Մայիսի 8-ից 10 ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 12 երեխա։ Ալաշկերտի մանկապարտեզի սաներ երեխաների մոտ եղել են նույն ախտանշանները՝ լուծ, փսխում, ջերմություն եւ ընդհանուր թուլություն։ Նրանց վիճակը գնահատվել է թեթե եւ միջին ծանրության։ Բոլոր երեխաներն առողջացմամբ դուրս են գրվել, նոր հիվանդներ չեն հայտնաբերվել։ Լաբորատոր հետախուզությունը հայտնաբերվել է սանիտարական կանոնների կոպիտ խախտում, արձանագրվել է սննդային ծակման, աղիքային վարակի տեղային բռնկում։ Դժբախտ դեպքերից խուսափելու համար ճանապարհային ոստիկանությունը հորդորում է շրջանավարտների ծնողներին թույլ չտալ նրանց վարել մեքենան, հակառակ դեպքում կկիրառվեն ամենախիստ գործողությունները։ Հայտարարել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։ Նա նշել է, որ ոստիկանությունն արդեն բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ է տարել վերջին զանգի միջոցառումների ընթացքում շրջանավարտների անվտանգ երթևեկությունը ապահովելու համար։ Ոչ մի ներողամտություն, ճանապարհային ոստիկանությունը վերջին զանգին լինելու է խստապահանջ։ Բոլոր այն շրջանավարտները, որոնք այդ օրը մեքենայի ղեկին կհայտնվեն, գործ կունենան ճանապարհային ոստիկանի հետ, վստահեցնում է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։ Ծանոթ բարեկամ հաշվի չի առնելու, ոչ մեկի խնդրանքին չի միջնորդելու։ Հավաստիացնում եմ ձեզ, այն երեխան, ով կփորձի ղեկին գտնվել եւ տրանսպորտային միջոց վարել, ընդամենը դա կտևի մինչև առաջին իսկ ճանապարհային ոստիկանին հանդիպելը։ Հանդիպելուց հետո անմիջապես կատարվելու են օրենքով նախատեսված ամենախիստ գործողությունները։ Ոստիկանությունը վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել Երևանի ու մարզերի ավագ դպրոցներում, տեղեկացնում է Նորիկ Սարգսյանը։ Շրջանավարտների ու ծնողների հետ հանդիպումների ընթացքում հորդորը մեկն է եղել՝ զերծ մնալ մեքենավարելը խրախճանքի միջոց դարձնելուց։ Չնայած դրան նախորդ տարի եղել են դեպքեր, երբ ղեկին երեխա է եղել կամ էլ Շարասյունով երթի ընթացքում մեծահասակները թույլ են տվել շրջանավարտներին կախվել դռներից կամ պատուհաններից։ Նախորդ տարի մենք այդպիսի 86 փաստ ենք հայտնաբերել, բոլոր տրանսպորտային միջոցները վերջին զանգի օրը 86 փաստ, բոլոր տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք եւ արգելանքի տակ են դրվել, դրանք բաց են թողնվել միմիայն հաջորդ օրերին վարչական ներգործության միջոցներ ձեռնարկելուց հետո։ Նախորդ տարի վերջին զանգի օրը շրջանավարտների մասնակցությամբ որևէ ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել, նշում է Նորիկ Սարգսյանը, միաժամանակ տեղեկացնելով, որ այս տարի եւս ճանապարհային ոստիկանության բոլոր ուժերը կենտրոնացված են լինելու դպրոցամերձ փողոցներում ու այն վայրերում, որտեղ վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն։ Ներողամտություն չի լինելու, միանգամից ասեմ, որտեղ նախորդ տարվա փորձը ցույց տվեց միմիայն մեր խստապահանջ վերաբերմունքի արդյունքում մենք կարողացանք օրը ամփոփել առանց միջադեպերի։ Խնդրում եւ պահանջում եմ նաեւ բոլոր վարորդներից լինել առավել ուշադիր, հատկապես դպրոցամերձ փողոցներում շտապողականություն չցուցաբերել եւ ղեկին լինել միմիայն
սթափ վիճակում։ Ոստիկանությունն ուժեղացված հսկողությունը կսկսի մայիսի 22-ին ու կշարունակի մոտ 1 ամիս, մինչև քննական շրջանի ավարտը։ Վարդուհի Մելտոնյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Սիրելի շրջանավարտներ, ձեր տոնի օրը օրինահարգության ու խեհմության լավագույն օրինակ եղեք բոլորիս համար։ Ոստիկանությունը անելու է ամեն ինչ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին տոնի առիթով եւ մաղթում բարի ճանապարհ, հայտարարել է ոստիկանությունը։ Բիլայինը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանն ամփոփել են տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում խորագրով ստեղծագործական շարադրության մրցույթը։ Աշակերտները մրցույթին ներկայացրել են այսօրվա դպրոցականի կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մասին 100-ից ավելի աշխատանք։ Facebook-ում բաց քվեարկությամբ ընտրվեցին հանրապետության դպրոցների այն 17 աշակերտների շարադրությունները, որոնք ամենատեղեկացվածն են տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Հետո արդեն ժյուրին առանձնացրեց 3 լավագույններին։ Հատկանշական է, 3-ն էլ աղջիկ են՝ Նանեն, Աիդան եւ Սոնան։ Քանի որ ապրում եմ հեռավոր պատմական խնձորեսկում, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ կարողանում եմ հաղորդակցվել հեռվում ապրող բարեկամներիս հետ, ընկերներիս հետ, կարողանում եմ նորություններ ստանալ։ Աշակերտները ներկայացրել են, թե ինչպես են կիրառում տեղեկատվական տեխնոլոգիաներն առօրյայում եւ ինչպես է դա նպաստում կրթվելու գործընթացին։ Մրցույթի աջակից Հայաստանում Բիլային ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը համոզված է, այս երկրի ապագան տեղեկատվական տեխնոլոգիաներն են ու դրանց տիրապետող պատանիները։ Однозначно видно, что ученики в Армении Աշխատանքի որակը շատ բարձր էր, դժվար էր հաղթողներին ընտրել։ Ակնհայտ էր, որ Հայաստանի աշակերտները տեղեկացված են ՏՏ ոլորտից ու կարողանում են դրանք կիրառել իրենց կյանքում։ Անկեղծ հավատում եմ, որ մասնակիցների մեջ կան ապագա Մարկ Ցուկերբերգներ եւ Բիլ Գեյթսեր։ Արմենտելը նախկինում եղել է առաջի ծիծեռնակ այս տեխնոլոգիաների հանրապետությունում, այսօր էլ կարծեք թե արդեն վերցրել է մի նոր ուղղություն դպրոցներում տարածելու կրթական այս տեղեկատվական տեխնոլոգիաները։ Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի եւ Բիլայինի հերական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքներն օգտագործել ուսումնական process-ում։ Ասում են, փորձը ցույց է տալիս ՏՏ ոլորտից տեղյակ աշակերտների առաջադիմությունն ավելի բարձր է։ Տաթև Դանիելյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Unigraph X-ը փողեր է լվանում կենդանիների կյանքի գնով։ Այսօր հերթական անգամ հայտարարել են մի քանի հասարակական կազմակերպությունների անդամներ։ 2006 թվականից սկսած թափառող շների դեմ պայքարի ծրագիր իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի պատվերով պետական գնումների գործակալության մրցույթում տենդերը շահում է Unigraph X ընկերությունը։ Կենդանասերների համոզմամբ Unigraph-ը ոչ թե ստրջացնում է շներին եւ ազատ թողնում, այլ դաժանաբար սատկացնում են 9-13 հազար դրամ լվանում։ Դինգո թիմի նախագահ Սաննա Հովսեփյանը պարզաբանել է, որ կենդանասերները չեն մասնակցում մրցույթին, քանի որ պարտադիր պահանջ է ոլորտում 3 տարվա փորձ ունենալը։ Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ միայն Unigraph X-ն է հաղթում, Հայաստանում որևէ այլ ընկերություն մրցույթի պահանջներին չի կարող բավարարել։ Փորձի բացակայության պատճառով քաղաքապետարանի եւ Unigraph X-ի ամենաթողությունը կանխելու համար ակտիվիստները մայիսի 21-ին ժամը 13-ին բողոքի ակցիա են կազմակերպելու Երևանի քաղաքապետարանի շենքի առաջ։ Մեզ կարևորը, որպեսզի մենք կարողանանք վերահսկել, որտեղ ոչ մի ստերջացում տեղի չի ունենում, քանի դեպքեր եղել են, որ իրենք մեզ ասել են, այս ինչ տարածքում ստերջացրած շուն ենք թողել, մենք ունենք մեր անասնաբուժները, պարզապես առաջին շերտը կենդանու ճղում են եւ կարում են։ Ստերջացումը այդպիսի դեպք եղել է, հենց մասիվում իրենց մեքենան բերել թողել է, մենք այդ շանը վերցրեցինք, տարանք, մեր բժիշկները նայեցին, ընդհանրապես ճղած կարած էր, այսինքն որևէ ստերջացում արված չէր։ Իսկ ստերջացում դա նշանակում է, այսինքն ամբողջովին բացում են, հեռացում են ձվարաններ եւ արգանդը, դա բավականին լուրջ վիրահատություն է։ Ստեփանակերտում առաջին անգամ կազմակերպվել է հնդկական ապրանքների ցուցահանդես վաճառք։ Հնդիկ գործարարներին Արցախին կապող օղակը Արցախի ներդրումային հիմնադրամն է։ Ցուցահանդեսը գործնական կամուրջ կստեղծի Արցախի ու Հնդկաստանի միջև, համոզված են կազմակերպիչները։ Ես միշտ էլ Երևան եմ անում, հետո Գյումրի, բայց առաջի անգամ մտածեցի մտքով, ամել Ղարաբաղի դեսպանատուն մտել եմ, ուզել ենք, որ իրանց մարդ համար մենք ապրանքներ բերենք։ 30 օտար երկրա քաղաքացի իրանց հաշվին մնում են ստեղ, ամբողջ ծախսերը մնալու իրանց հաշվին է, սա նաև туриզմի զարգացման մի ուղղություն է։ Այսքանով ես հրաժեշտ եմ տալիս մաղթելու ամենայն բարիք ցտեսություն։